Երբ որ ես դեպքերի մեջ փորձում եմ խորանալ, ես ուղղակի սարսափում եմ այն մտքից, թե ինչը կարող է հանգեցնել ինքնասպանություն գործելու որոշման։ Դա ուղղակի վկայում է, որ մենք հոգեբանական դիմակայունության հետ խնդիրներ ունենք։ Իմիջիայլոց ասեմ ձեզ նաև, ես իհարկե պատճառահետևանքային կապերը չեմ տեսել հիմա, որովհետև կարող է վիճակագրությունը այս մասին չխոսա, որովհետև ճիշտն ասած շատ ուղիղ այդ թեմայով, իմիջիայլոց ասեմ ձեզ, ես Անվտանգության խորհրդի վերջին նիստում հանձնարարական եմ տվել դուրս բերել ապացուցված ինքնասպանությունների դեպքերը, այնքան դեպքեր, որոնք իրենք կարող են արդեն որպես տվյալ մշակելու հնարավորություն ստեղծել եւ տեսնել, թե արդյոք կան ինչ-որ կրկնվող հատկանիշներ, ինչ-որ մի բան, պատկերացրեք գաղափարը ինչի մեջ է, ենթադրենք X թվով ինքնասպանություն, կա ինչ-որ հատկանիշ, որ բոլոր ինքնասպանություն գործած մեր սիրելի զինվորների կյանքում նույնն է, ասենք օրինակ, չգիտեմ, ինչ օրինակ բերեմ, ուզում եմ ուղղակի միտքը հասկանալի լինի, ինչ-որ ընդհանրություններ, սկսած ընտանեկան վիճակից, ինչը կա, մանավանդ արհեստական, եթե մենք ինֆորմացիան ամբողջությամբ ներբեռնենք չէ, վերբեռնենք, արհեստական բանականությունը կարող է ասի նրանք տվյալ մարդիկ ունեն հետևյալ ընդհանրությունները, ինչ-որ մի ընդհանրություն, եւ այդ դեպքում գուցե մենք հասցեակնենք, որովհետեւ դեպքեր կա, որ իրոք չէ, վերջին դեպքը, ինչքան ինձ զեկուցել են, ես չգիտեի, որ այսինքն հիմա ինչքան որ զեկուցել են, գրել է, որ զորամասում խնդիր չկա եւ այլն, 2 օր առաջ թույլտվություն ա վերցրել եւ գնացել այցելել է հարազատի գերեզմանի, որը ըստ մեր տվյալների նույնպես ինքնասպանություն ա գործել եւ եկել է նամակ ա գրել ու այդ արարքը թույլ ա տվել։ Պետք է հասկանալ դա պրոբլեմ, բայց մեկը ես կարծում եմ, որ հոգեբանական դիմակայունության հետ